Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր նոյեմբերի 29-ն է, ահա այս ամիսը եւս մոտեցավ ավարտին եւ այսօրվա հաղորդման մեջ, շաբաթօրվա հաղորդման մեջ կրկին հիմնական ուշադրությունը լինելու է սևեռված հայ առաքելական եկեղեցում տեղի ունեցող գործընթացների վրա, կամ հետաքրքիր նոր տեղեկություններ, նոր իրադարձություններ, որոնց շուրջ անպայման պետք է կարծում եմ զրուցել, այդ հարցը շատ մեծ կարևոր նշանակություն ունի մեզ համար, երբ որ մեծ հաշվով ոչինչ խոսելու չենք խոսում, բայց երբ որ կան կարևոր իրադարձություններ եւ կա ասելիք, անպայման մենք անդրադառնում ենք մայրաթորին վերաբերող հարցերին։ Եվ դրանից բացի կանդրադառնանք նաեւ ուրիշ կարևոր իրադարձությունների, օրինակի համար Ադրբեջանում, Կաբալայում տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ Ադրբեջանի վարչապետի տեղակալի Շահին Մուստաֆայևի միջև, սա թվով 12-րդ հանդիպումն է եւ հիմնական թեման կրկին եղել է սահմանազատման հարցը։ Նաեւ կարևորը այն է, որ արդեն այդ հանդիպումները տեղի են ունենում ոչ թե սահմանի վրա, այլ կոնկրետ Ադրբեջանում կամ Հայաստանում։ Շատ հետաքրքիր փաստ է եւ հետաքրքիր նաեւ պայմանավորվածություններ կան այստեղ, որ սահմանազատման գործընթացը սկսվելու է հայ վրացական եւ ադրբեջանա-վրացական սահմանի մոտակայքից, այսինքն Հայաստանի հյուսիսից, ամենավերևի մասից, Քարտեզիի մինչև արդեն Պարսկաստանի սահման։ Այդտեղից է սկսվելու սահմանազատման գործընթացը։ Շատ կարևոր պայմանավորվածություն է, սա կարծում եմ սիրելի հայրենակիցներ, եւ նաեւ վկայում է այն մասին, որ գործընթացը կենթանի է, գործընթացը շարունակվում է, ինչը իրոք մեզ համար չափազանց կարևոր է։ Միանգամից այդ հարցին անդրադարձա, լավ, արիք քաղաքական հարցերը ավարտենք, հետո նոր խոսենք մայրաթորին վերաբերող հարցերից։ Նաեւ այլ հետաքրքիր մեկ հանդիպում է տեղի ունեցել երեկ, միանգամից երկու հանդիպում, երևի դուք արդեն լսել եք այս մասին, քանի որ փոքր ուշացում ենք անում մեր հաղորդումը, բայց կարևոր իրադարձություններ է եւ այս մասին մենք չենք կարող չնշել։ Խոսքը Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպման մասին է Ախուրիկ Աքիակա անցակետում եւ Հայաստանի Գյումրի քաղաքում։ Այդ խումբը փաստացի անցկացրել է Գյումրի կարճ երկաթգծի վերանորոգման եւ շահագործման ուղղված տեխնիկական քննությունների հերթական փուլը։ Այս մասին հաղորդագրություն է տարածում Հայաստանի արտգործ նախարարությունը։ Ահա այսպիսի երկու կարևոր հանդիպումներ են փաստացի տեղի ունեցել Հայաստանի երկու հարևանների հետ, ինչը իրոք հույս է ներշնչում, որ ինչ որ չափով կարևոր գործընթացները մեռած վիճակում չեն եւ շարունակվում են ընթանալ։ Իրոք սա մեզ համար շատ կարևոր է, սիրելի հայրենակիցներ։ Հիմա վերջին շրջանում, գիտեք, շատ ենք մենք խոսում հայ-ադրբեջանական կարգավորումից, հայ-թուրքական կարգավորումից եւ նույնիսկ սովորականի պես նման մի բան է դարձել այդ հանդիպումները, այդ քննարկումները, բայց ասեմ, որ չէ։ Սա իրոք շատ կարևոր եւ պատմական գործընթաց է, վերջին շրջանում լավ է, որ կա այս ակտիվությունը, բայց 30 տարուց ավել մենք շատ ենք բաց թողել եւ հիմա շատ մեծ անելիք ունենք, որպեսզի կարողանանք կարգավորել հարաբերությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Կան խնդիրներ, կան մեծ ցավեր, այս մասին կարծում եմ անընդհատ հիշելը անիմաստ է։ Մենք էլ միշտ անդրադառնում ենք այդ ամենին, երբ որ ինչ-որ վիրավորական կամ մեր ազգային շահերին չհամապատասխանող հայտարարություններ, վնասող հայտարարություններ, մենք միշտ էլ արձագանքում ենք։ Թե Ալիևի հայտարարություններին, թե Էրդողանի, թե իրենց նախարարների, Թուրքիայի եւ Ադրբեջանի, եւ միշտ էլ առանց արձագանք չենք թողնում այդ հայտարարությունները։ Հիմա երբ որ դրական իրադարձությունների ենք նաեւ ականատես լինում, իրոք ուրախալի է, սիրելի հայրենակիցներ, եւ մենք այս մասին եւս խոսում ենք։ Եվ ես կարծում եմ, որ հիմա Ադրբեջանում եւս կա հասկացողություն, մի շատ པարզ ճշմարտության, որ Հայաստանի հետ իրենց շատ կարևոր է հարաբերությունների կարգավորումը։ Գիտեք, ես նաեւ հանդիպեցի տեղեկության, որ Ադրբեջանի բեռնատարները եւս ինչ որ խնդիրների են հանդիպել Վրաստանում,
դեպի Եվրոպա ապրանքներ տեղափոխելիս, չգիտեմ որքանով դա իրականում այդպես է, որքանով դա համապատասխանում է իրականության, բայց մեկ կարևոր բայց կա, եթե նման բան իրոք տեղի է ունենում, Ադրբեջանի համար ավելի ու ավելի պարզ է դառնում, թե իրենք ինչի պետք է կարգավորեն Հայաստանի հետ հարաբերությունները, թե որքան կարևոր հիմա նշանակություն է ձեռք բերում Հայաստանը, թե Ադրբեջանի համար, թե Թուրքիայի համար, թե միջին արևելքի երկրների համար, այսինքն շատ կարևոր տրանզիտ նշանակություն է ձեռք բերում Հայաստանը, եւ մենք պետք է անպայման դրանից օգտվենք, սիրելի հայրենակիցներ, բայց Վրաստանը եւս պետք է դրանից օգտվի։ Հույսով եմ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականության, բայց եթե կրկնեմ դա համապատասխանում է իրականության, ապա միանշանակ Ադրբեջանում ու Թուրքիայում հիմա ավելի լավ են հասկանում, որ այդ ճանապարհները պետք է ապաշրջափակվեն եւ այդ ճանապարհները նաեւ իրենց են պետք։ Այնպես չէ, որ միայն Հայաստանին է պետք այդ ապաշրջափակումը, այլ նաեւ իրենց է պետք։ Հիմա սիրելի հայրենակիցներ, խոսենք Մայրաթորի շուրջ տեղի ունեցողից։ Գիտեք, արդեն եպիսկոպոսները երկրորդ հայտարարությունն են տարածել եւ խոսք կա, որ այդ հայտարարությունը տարածվել է Նիկոլ Փաշինյանի հորդորով եւ այդ հայտարարության մեջ նշված է, որ այս օրերին թե մեր եկեղեցին եւ թե հավատացյալ ժողովուրդը, հավատավոր ժողովուրդը մեծ դժվարությունների է բախվում, մեծ նեղությունների, այս իրադարձությունների հետ կապված եւ շատ կոշտ նաեւ ձևակերպումներ կա, որ այսինքն մեղքի մասին, որ մեղքի մեծ արումը եւ դրա պահումը ավելի մեծ խնդիրներ է առաջացնում եկեղեցու համար եւ պետք է որ ժողովուրդը իրոք կարողանա մաքրել, այսինքն հայ ժողովուրդը պետք է կարողանա մաքրել մեր եկեղեցին։ Նման ինչ-որ հայտարարություն է, որը որ իրոք շատ մեծ կարևորություն ունի, ու այդ մեծ ժխորի մեջ հստակ երևում է այն հնարավորությունը, որ եկեղեցին պետք է մաքրվի։ Ու դա պետք է միավորի բոլորին եւ ոչ թե բաժանվի Քրիստոսի սիրով։ Մոտավորապես այսպիսի այս ոճի հայտարարություն են տարածել եպիսկոպոսները։ Իմաստը այն է, որ մեղքը պետք չէ թաքցանել, մեղքը պետք չէ մեծարել, մեղքը պետք չէ արդարացնել եւ եկեղեցին պետք է մաքրվի ու հիմա այն կոչերը, այն հայտարարությունները, թե իբր եկեղեցու բաժանում է տեղի ունենում, երբ որ բարձրաձայնում ես այդ մեղքի մասին, դա չի համապատասխանում իրականության, այլ դա վերանորոգում է։ Այսինքն այս սրբազանները, այն հոգևորականները բարձրաստիճան, ովքեր որ բարձրաձայնում են եւ կողմ են, որ արշակ սրբազան կոչված է, ինչքանով սրբազան է չգիտեմ, արդեն պետք է պատժվի, իրենց մեղադրում են, բայց պետք է պատժվի, քանի որ եթե չի պատժվում, այդ մեղքը ապացուցվեց, դա արդեն մեծ խնդիրներ է ստեղծում հայ առաքելական եկեղեցու համար, բայց դա չի հասկանում Կտրիչ Ներսիսյանը, չի հասկանում տարբեր պատճառներով, իրեն ձեռնտու է, որ չհասկանա, ահա այսպիսի գործընթացները անպայման կշարունակվեն։ Եպիսկոպոսների սա երկրորդ հայտարարություններ, սիրելի հայրենակիցներ, եւ միանշանակ իրավիճակը չի զարգանում մի օգուտ Կտրիչ Ներսիսյանի։ Մինչ այլոց նոյեմբերի 28-ին նախատեսված էր Մայրաթոր Սուրբ Էջմիածնում գերագույն հոգևոր նիստ Հայաստանաբնակ հոգևորականների ներկայությամբ բարձրաստիճան, բայց քանի որ սրբազան հայրերը հրաժարվել են մասնակցել, այդ նիստը հավաքը տեղի չի ունեցել, այդ մասին տեղեկացնում է Մայրաթորի տեղեկատվական համակարգը, որը որ Կտրիչ Ներսիսյանի ձեռքերում է կենտրոնացված այսօր, եւ քիչ առաջ նաեւ ստացվեց տեղեկություն, որ Կտրիչ Ներսիսյանի եղբոր Գևորգ Ներսիսյանի կալանավորումը երկարաձգվել է 2 ամսով, ինչպես նաեւ նրա որդու Համբարձում Ներսիսյանի կալանավորումը երկարաձգվել է 3 ամսով։ Հիմա սիրելի հայրենակիցներ, կարճ նաեւ անդրադառնանք միջազգային կարևոր իրադարձություններին։ Երևի արդեն տեղեկացել եք, որ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հրաժարական է տվել, սա երկրորդ մեծ դեմքն էր, կարելի ասել։ Զելենսկիից հետո երկրորդ ամենամեծ դեմքն էր, եւ նա հրաժարական է տվել այդ կոռուպցիոն սկանդալի պատճառով։ Նրա տունն էին խուզարկել, հիմա նաեւ հայտարարություն եղավ, որ ինքը մեկնում է արդեն մարտի դաշտ,
Մի խոսքով ամենամեծ ազդեցիկ դեմքերից մեկն էր Ուկրաինայի, անկեղծ ասած ինչ է տեղի ունենում Ուկրաինայում, ես այդքան շատ չեմ խորացել իրենց ներքին այդ քաղաքական process-ների մեջ, բայց մեկ բան պարզ է, որ Անդրեյ Երմակը, ինչպես եւ Զելենսկին շատ մեծ ազդեցություն ունեին եւ այս ամենը ես չեմ բացառում, որ կապված էր նաեւ Դոնալդ Թրամփի այդ ծրագրերի հետ, այսինքն կան ինչ-որ ուժեր, որքան հասկանում եմ Եվրոպայի ներսում, որոնք որ ղեկավարվում են թե եվրոպացիների կողմից, թե ամերիկացիների, դրա համար այդ հակակոռուպցիոն բյուրոը ինչի շատ հետաքրքիր քայլերի է դիմում, որոնք որ միանշանակ ձեռնտու չեն Զելենսկին, այսինքն ունի այդքան լիազորություններ, բայց փաստացի դա մեծ խնդիր է ստեղծում Ուկրաինայի ներսում, իմ պատկերացմամբ, պատերազմական իրավիճակում ու չի կարող ված չանդրադառնալ Ուկրաինայի դիրքերի վրա, թե պատերազմի մասով եւ թե բանակցությունների, բայց Զելենսկին արագ կողմնորոշվել է եւ Ռուստամ Ումերովին նշանակել է ամենագլխավոր բանակցողներից մեկը Ուկրաինայի անունից։ Կարևոր է նաև նշել, որ այս օրերին Մարկո Ռուբիոն, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարը մտադիր է բաց թողնել ՆԱՏՕ-ի ամենամեծ հավաքներից մեկը, այս մասին տեղեկացնում է Reuters-ը, եւ սա տեղի ունենում այսպիսի կարևոր մի ժամանակահատվածում, երբ որ եվրոպական երկրները փնտրում են աջակցություն Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, այսինքն այդ դրոնային հարձակումները շարունակվում են, Ռուսաստանի կողմից հիբրիդային պատերազմները, վերջին տեղեկություններով Գերմանիան է ենթարկվել շատ մեծ լուրջ դրոնային հարձակման, այսինքն հարձակում, երբ որ ասում են անպայման չէ, որ ինչ-որ պայթյուններ տեղի ունենան, ուղղակի տարբեր օբյեկտների վրա, թե ռազմական օբյեկտների վրա եւ թե ենթակառուցվածքների վրա նկատել են հարյուրավոր դրոններ եւ նույնիսկ չեն կարողացել հակազդել, այս իրավիճակում է ամբողջ Եվրոպան, տարբեր երկրներ եւ հիմա, երբ որ ՆԱՏՕ-ի հերթական կարևոր շատ հավաքն է տեղի ունենում, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն մտադիր է չմասնակցել այդ հավաքին։ Նաև խաղն է բավականին իրավիճակը Վենեսուելայի շուրջ, երեք տեղեկություն տարածվեց, որ Թրամփը Մադուրոյի հետ հեռախոսազրույց է ունեցել եւ քիչ առաջ Թրամփը հայտարարել է, որ փակում է Վենեսուելայի օդային տարածքը եւ ոչ մի ինքնաթիռ այլևս չի կարող թռնել Վենեսուելայի օդային տարածքի վրայով, այսինքն այնտեղ եւս շատ հետաքրքիր իրադարձություններ են ծավալվում Ուկրաինայի մասով, նաեւ մոռացա ասել, որ Ուկրաինան կարող է խոցել վերջին շրջանում խոցում է Սև ծովում ռուսական տանկերները, այն տանկերները, որոնք որ շրջանցում են պատժամիջոցները եւ այդ նաեւ ձայնագրությունն են հրապարակել Թուրքիայի հերոստանգերությունները, թուրքերն են հասել օգնության, ռուսներն են հասել օգնության այդ խոցված տանկերներին, որոնց որ դրոներով հարվածել էր Ուկրաինան եւ ասեմ, որ նոյեմբերի ընթացքում բազմաթիվ այդպիսի հարձակումներ է կարողացել իրականացնել Ուկրաինան ռուսական այդ նավթատար տանկերների վրա, որոնք որ թաքուն ոչ լեգալ ձևով նավթ են տեղափոխում եւ վաճառում տարբեր երկրների։ Իմիջիայլոց նաեւ Կիևն է այսօր շատ լուրջ հարձակման ենթարկվել, օդային հարձակման եւ նույնիսկ ասվում է, որ աննախադեպ մեծ հարձակում է եղել պատերազմի սկսվելուց ի վեր։ Այսինքն միշտ երբ որ այդ մասին ասվում է, միշտ Ռուսաստանի Դաշնությունը կարողանում է ավելի ուժեղ հարձակում իրականացնել, քան նախորդներ եւ այդպեսին է եղել նաեւ այս վերջին հարձակումը։ Բայց նույն ժամանակ նաեւ ուկրաինացիներն են կարողանում շատ ցավոտ հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքում, հատկապես Ռոստովի եւ Կրասնոդարի շրջաններում։ Այսօրվա համար այսքանը, սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։